Վրաստանի կառավարության երկու հիմնական խնդիրները մնում են անփոփոխ, դրանք են երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը և վրաց ժողովրդի բարեկեցության ապահովումը։ Այսպես է գրառում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցում։ Նրա խոսքով տարածքային ամբողջականության համար պայքարում տեղ չկա քաղաքական զգացմունքների և պատրանքների համար։ Այն պետությունն ու կառավարությունը, որոնք չեն ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը, երբեք չեն կարող լինել վրաց ժողովրդի բարեկամը։ Վենեսուելայում մի քանի րոպե տևած գործողությունը հաստատեց, որ Եվրամիությունը որպես միջազգային կարգի երաշխավոր և գլոբալ աշխարհաքաղաքական խաղացող այլևս գոյություն չունի և կարծես այլևս երբեք այդպիսին չի դառնա։ Ավելին, պարզվեց, որ Բրյուսելը անհրաժեշտության դեպքում չի տատանվել օգտվել համաշխարհային կարգի խաթարումից և նույնիսկ այն որպես հիմք օգտագործել։ Բրյուսելի կողմից Վրաստանի դեմ միջազգային իրավունքի խախտմամբ ձեռնարկված գործողությունները նույնպես դրա վառ ապացույցն են։ Հունվարի առաջին օրերին բռնկված միջազգային փոթորիկը, որը կարծես թե միայն ուժ է հավաքում ավելի ամրապնդել մեր 2026 թվականի ծրագիրը, չշեղվել խաղաղության քաղաքականությունից և չխառնվել ուրիշների սցենարներին։ Մանհեթենի Դանիել Պատրիկի դատարանում տեղի ունեցել Նիկոլոս Մադուրոյի և նրա կնոջ Սիլիա Ֆլորեսի դատավարությունը։ Նիկոլոս Մադուրոն իրեն անմեղ է համարում։ Նիստի ժամանակ վերջինիս փաստաբանը հայտարարել է, որ Մադուրոն առողջական խնդիրներ ունի, հետևաբար բժշկական օգնության կարիք։ Նիկոլոս Մադուրոյի հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 17-ին։ Հիշեցնենք, Նիկոլաս Մադուրոն մեղադրվում է թմրավաճառության, կոկաին ներմուծելու դավադրության, գնդացիրների և ավերիչ սարքերի պահման, ինչպես նաև ԱՄՆ-ի դեմ դավադրության մեջ։ ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, որ Վենեսուելայում առաջիկա 30 օրերի ընթացքում նոր ընտրություններ չի անցկացվի։ Նրա խոսքով երկրում իրավիճակը նախ պետք է շտկվի, և դրան պահանջվում է որոշակի ժամանակ։ Բացի այդ, Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն կարող է սուբսիդավորել նավթային ընկերությունների ջանքերը երկրի էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու համար։ Նախագիծը նրա խոսքով կարող է տևել 18 ամսից պակաս։ Վենեսուելայի գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսը Մեծ Բրիտանիայի կողմից պատժամիջոցների տակ է։ Այս մասին հայտարարում է Sky News-ը։ Նրա տվյալներով Մեծ Բրիտանիան նրա նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել 2020 թվականին և դեռևս չի վերացրել։ Կա հիմնավոր կասկած, որ նրա գործողությունները նախագահական հանձնաժողովում, ապա նաև որպես հիմնադիր ժողովի նախագահ խաթարել են Վենեսուելայում ժողովրդավարությանն ու օրենքի գերակայունությանը, այդ թվում ազգային ժողովի լիազորությունների յուրացումը և ընդդիմությանը ճնշելու համար ուժի կիրառումը, ասվում է հրատարակության կողմից ստացված տեղեկատվության մեջ։ Գիշերը Կարակասում Վենեսուելայի նախագահական պալատի մոտակայքում կրակոցներ է լսվել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարարությունը հայտարարում է, որ ոստիկանությունը կրակ է բացել առանց թույլտվության թռչող անօդաչու թռչող սարքերի վրա։ Նրանց խոսքով որևէ բախում չի եղել և ամբողջ երկրում իրավիճակը լիովին հանգիստ է։ Սպիտակ տան ներկայացուցիչը CNN-ին ասել է, որ նրանք ուշադիր հետևում են Վենեսուելայում տիրող իրավիճակին, սակայն նշել, որ Միացյալ Նահանգները որևէ կապ չունեն այս կրակոցների հետ։ Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջիփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահի Դոնալդ Թրամփի միջև։ Թուրքիայի նախագահական հաղորդակցության վարչության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Միացյալ Նահանգների երկկողմ քաղաքական հարաբերությունները, պաշտպանական արդյունավետության ոլորտում համագործակցությունը, երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները, ինչպես նաև տարածքային և համաշխարհային հարցեր, մասնավորապես Ղազայի հատվածում և Վենեսուելայում տիրող իրավիճակը։ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Վենեսուելան չպետք է ներքաշվի անկայունության մեջ։ Նա ասել է, որ Թուրքիան և թուրք ժողովուրդը կշարունակեն աջակցել Վենեսուելայի ժողովրդին բարգավաճման, խաղաղության և զարգացման համար պայքարում։
Դանիայի վարչապետ Մաթե Ֆրեդերիկոսեի խոսքով, եթե Թրամփը ներխուժի Գրենլանդիա, ապա դա կլինի ՆԱՏՕ-ի վերջը։ Նրա խոսքով Դոնալդ Թրամփի հայտարարությունները պետք է լուրջ ընդունել։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է իր ազգային անվտանգության համար։ Եվրոպական խնդիրների մեծ մասը իրենց աջակցությունն են հայտնել Դանիային։ Այսօր հայ առաքելական ուղղափառ եկեղեցին նշում է Փրկիչի ծննդյան փառահեղ տոնը, ինչպես բոլոր հայկական եկեղեցիներում, այնպես էլ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում մատուցվել է տոնական պատարագ։ Եղել է նաև ջրօրհնության կարգ։ Մարդիկ օրհնված ջուրը տուն են տանում եւ օգտագործում են որպես հիվանդների բուժման միջոց։ Հայկական եկեղեցու օրացույցի համաձայն Սուրբ Ծննդից մեկ շաբաթ առաջ Պահք է։ Սուրբ Ծննդյան վեհափառ փառահեղ տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան եւ ավարտվում է կեսգիշերից հետո։ Թուրքիան եւ Ադրբեջանը նոր համաձայնության են եկել Վրաստանի տարածքով բնական գազի փոխադրման վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Անդորուլու գործակալությունը։ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը հայտարարում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը նոր համաձայնության են եկել 33 միլիարդ խորանարդ մետր բնական գազի մատակարարման վերաբերյալ։ Վերջինս նշել է, որ համաձայնագիրը նախատեսում է Կասպից ծովի Աբշիրոն հանքավայրից տարեկան 2.25 միլիարդ խորանարդ մետր բնական գազի մատակարարում 15 տարվա ընթացքում։ Նրա խոսքով պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2029 թվականին եւ կգործի մինչեւ 2040 թվականը։